Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն, իմ հարցը վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը, որը Հայաստանում ներդրվեց 2019 թվականին եւ ըստ էության մեկնարկը տրվեց 20 թվականից։ Սկզբում ապահովագրվում էր միայն 5 տեսակ մշակաբույս, այնուհետև դրանց թիվը ընդլայնվեց մինչև 11-ի։ Հարգելի պարոն Պապոյան, մենք տեղյակ ենք, որ այս ընթացքում տեղի ունեցան նաև ապահովագրական ռիսկերի առումով որոշակի փոփոխություններ, ծածկույթի ընդլայնում, ներառելով նաև երաշտի ռիսկը, եւ քանի որ այն նոր ինստիտուտ է, բնականաբար կա դրա վերաբերյալ որոշակի դեռ վստահության պակաս, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մի հայտ եկան որոշակի խնդիրներ, մասնավորապես, որ հիմնականում ապահովագրում էին, հիմնականում կամ շատ հաճախ ապահովագրում էին բարձր ռիսկային գոտիներում գտնվող հողատարածքներ, որտեղից բնակլիմայական պայմաններով պայմանավորված շատ ավելի ցածր բերքատվություններ միշտ ապահովում կամ եկամուտեր ակնկալվում։ Այդ պատճառով որոշակի փոփոխություններ կատարվեցին ապահովագրության համակարգում, պայմանները փոխվեցին, ես կխնդրեի ներկայացնել պայմանների ինչ փոփոխություններ են կատարվել եւ քանի որ արդեն Գառնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, մի փոքր տեղեկացնեիք մեր գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դրա վերաբերյալ։ Արդյունքը պատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Համեցեք, պարոն նախարար։ Տիկին Տիգրանյան, նախ շնորհակալություն եմ հայտնում հարցի համար, շատ կարևոր հարց է։ Դուք ըստ էության նաև նշեցիք, թե պատճառը ինչու նախորդ փորձառությունը ունեցավ որոշակի անհաջողություններ, որովհետև մենք ունեինք վերահապահովագրող ընկերություն Swissren, որը վերահապահովագրում էր տեղական ապահովագրական ընկերություններին եւ ցավոք սրտի դրա արդյունքում որոշակի վերահսկողության պակասի հետևանքով այնպիսի մի իրավիճակ էր ստացվում, որ շատ հաճախ փոխհատուցվում էին անհատներ, ֆերմերներ, գյուղատնտեսներ, որոնք իրենց վնասից շատ ավելի, այսինքն փոխհատուցման ծավալը շատ ավելի շատ էր, քան իրական վնասներ տեղի ունեցել։ Իհարկե, այդտեղ միայն ապահովագրական ընկերությունների պատասխանատվությունը չէ, այլ մենք որպես, այսպես ասած, տեխնոլոգիական հագեցվածության խնդիր ենք ունեցել, մասնավորապես մեր հիդրոմեծ կայանները բավարար տեխնոլոգիական ժամանակակից համալրում չեն ունեցել եւ հիմա մենք բյուջետային ծրագրերով դրանք այս տարվա համար դուք հաստատել եք արդեն հաստատված են եւ կունենանք այդպիսի կարողություններ, որոնք մեզ հետագայում հնարավորություն կտան շատ ավելի ճիշտ կանխատեսումներ իրականացնել։ Իսկ հիմա վերադառնամ այս պահի լուծումներին, մենք Հայաստանի Հանրապետության գյուղացիներին միայնակ չենք թողնելու։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով ըստ էության վերահապահովագրության ֆունկցիան մի էական չափով եւ ապահովագրության ֆունկցիան մի էական չափով կառավարությունը իր վրա է վերցնում, նախկինում Swissray եւ KfW-ի, իդեմս KfW-ի եւ Swissray մենք ունենք գործընկերներ, հիմա այդ գործընկերների տեղը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բայց մենք իհարկե գնում ենք այն ճանապարհով, որ 26 թվականին նոր գործընկեր կունենանք վերահապահովագրող, մի քանիսի հետ հիմա ակտիվ խոսակցության մեջ ենք, ես անունները չտամ, որպեսզի բանակցություններին մենք չխանգարենք եւ 26-ի համար շատ ավելի պատրաստ եւ շուկայական կանոններին համապատասխան լուծում կունենանք, բայց այս տարվա համար մենք ունենք նախագիծ, որով ապահովագրավճարի 70-ից 80% այս պայմանությամբ նախագծում այդպես է ֆիքսված, կառավարությունը կփոխհատուցի, կվճարի մեր քաղաքացիների համար, ինչպես նաեւ եթե ապահովագրական ընկերությունների վնասը 200% գերազանցի, ապա այդ վնասը գերազանցող չափի մասով, ապա նույնպես կառավարությունը այդ վնասները կփոխհատուցի։ Եվ մի շատ կարևոր ավելացում էլ անեմ, ի տարբերություն 24 թվականի ապահովագրության նախագծի, 25 թվականին մենք բոլոր 13 մշակաբույսերի գծով ունենալու ենք ապահովագրություն եւ բոլոր տեսակներով, այսինքն օրինակ անցած տարի ցրտահարությունը չկար, այս տարի ցրտահարությունը եւս կլինի, այսինքն այն ամբողջական փաթեթը, որին մեր քաղաքացիները սովոր են ունենալ, դա կլինի եւ հասանելի իրենց համար։ Համեցեք արձագանք Տիկին Տիգրանյան։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, ես հենց ցրտահարության ռիսկի մասին եմ ուզում խոսել, որովհետև հիմա եղանակային կանխատեսումները հուշում են ջերմաստիճանի տաքացման մասին, ինչը լավ է,
եւ ինչը նշանակում է, որ ծառերի արտնացում կլինի, ինչը նորից լավ է, բայց կանոնային ցրտահարությունները միշտ այդ շուտ ծաղկող ծառերի համար ռիսկ են։ Այս դեպքում ինչ խորհուրդ կտաք դեռ երկմտող մեր գյուղատնտեսներին ցրտահարությունից պաշտպանվելու կամ ապահովագրական համակարգին դիմելու համար։ Բոլոր դեպքերում իհարկե բացի այսպես ասած ոչ իհարկե բացի պրոֆեսիոնալ եղանակներից, որոնք որ ապահովում են ապահովագրության որոշակի ծածկույթ, օրինակ կարկտահարության դեպքում հակակարկտային ցանց, եւ մնացած այլ դեպքերի հետ կապված, իհարկե ամենաճիշտ տարբերակը ապահովագրությունն է եւ ես բնականաբար կոչ եմ անում մեր գյուղատնտեսներին, հատկապես նրանք, որոնք որ ինտենսիվ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ մեծածավալ ներդրումներ են արել եւ գյուղատնտեսությանը իրապես որպես բիզնես գործիքի են վերաբերում, անպայման օգտվել ապահովագրական գործիքակազմից, որովհետև դա լավագույն լուծումն է, մնացած բոլոր լուծումները հասկանալի է, որ արդյունավետ են այնքանով, որքանով մինչև հիմա արդյունավետ են եղել եւ մենք այդպիսի խնդիրներ տեսել ենք։ Բնականաբար ես հատուկ նշեցի, որ հիմա կառավարությունը միջոցներ է հատկացրել, որպիսի մեր հիդրոմետ կայանը զինվի, որովհետև դա հնարավորություն է տալիս շատ ավելի հստակ իմանալ, թե որ օրը որտեղ ինչքան կարկուտ է եղել, ցրտահարությունը իրապես այդ հատվածում որքան է եղել, քանի աստիճան եւ այլն, իսկ շատ կոնկրետ ցուցանիշներ են, որոնք շատ կարեւոր են նաեւ ճիշտ ապահովագրություն եւ ճիշտ կանխատեսում անելու համար։ Արեն Մկրտչյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս աշխատանքի եւ սոցիալական հարցերին